Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին։ Այսօր ձեզ համար բերել եմ մի հոլովակ, որտեղ կատարվող գործողությունները կատարվել են 1 օրվա, ես կասեի մի 2-3 ժամվա ընթացքում։ Ես արդեն լվացել եմ բանջարեղենը, խաշել եմ հավի կրծքամիսը, այստեղ պատրաստ է գարան միսը, հիմա կպատրաստեմ սեղան, սա իմ պանիրների տեսականին է, երևի արդեն գիտեք, որ ես պանրասեր եմ, այնպես չի, որ շատ սիրում եմ ուտել, սիրում եմ պանրի տեսականի, ու ունենալ տանը, պանրի տեսականին ինձ մոտ պետք է միշտ շատ լինի, միգուցե փորձեմ մի փոքր, բայց պետք է մի քանի տեսակ լինի, այստեղ ունեմ թարմ բանջարեղենային աղցան, այսպես, իմ հյուրերը եկան, արդեն մեզ մոտ ուշ երեկո է, եկել է իմ հորեղբոր տղան, նրանց ընտանիքին արդեն տեսել եք իմ հոլովակներում, Էլենի ծննդյան հոլովակում, եւ ինչպես միշտ Սոյկան ստանում է ամենաշատ ու ամենասիրուն նվերները, կամոն, այսինքն իմ հորեղբոր թոռը ուզում է անձամբ բացել, ձեռքը բռնած եկել է նվերը, հենց որ ինքը բացի ու ինքը նվիրի Զոյկային, Զոյկան էլ չէր քնել, անհամբեր սպասում էր, թե երբ են գալու մեր հյուրերը, երբ ասում էի գնանք քնենք, չէ, քերին հեսա գալու է, քերին հասնում է ու դռան մոտ սպասում էր, որ հենց զանգը տան ու ինքը բացի, ահա երկար ջանքերից հետո Կամոս վերջապես կարողանում է բացել, Ալենս էլ արդեն քնել է, չգնաց իր անկողինը, ասեց այստեղ եմ ուզում սպասեմ, կարող ես մամա մատրասը փչել, որ ես ու Կամոն միասին քնենք։ Վայ, էլեկտրա տեսնեմ, վրնայեմ, դե թևնոցնա, եսի պայուսակը։ Հələ նայ տեսնեմ քեզ, նայ, գտնեի մամային, Զոյ։ Սիրուն ես, պրինցեսա ես դու։ Ուրեմն սիրելիներս, ես պատրաստում եմ մի շատ համեղ պիրոգ, որը ես տեսել էի մեր շատ սիրելի ալիքներից մեկում, Գայանչիկ TV-ում, որտեղ Գայանչիկի մայրիկը, իմ շատ սիրելի Նարինեն, պատրաստել էր ժերտավոր խմորով, հավի կրծքամսով, սնկով, բանրով, շատ համեղ, շատ հետաքրքիր մի պիրոգ, որը ինձ շատ էր հետաքրքրել եւ ես ինքս ինձ որոշել էի, որ պետք է պատրաստեմ ու հենց քանի որ այսօր էր հյուրեր ունեմ, առավոտյան շուտ արթնացա, անցա խոհանոց եւ որոշեցի պատրաստել, նրանք էլ կփորձեն, նրանք էլ կհայտնեն իրենց կարծիքը, թե ինչպես էր ստացվել համեղը եւ քանի որ իմ հորեղբոր հարցն էլ շատ է սիրում խոհանոց ու գրեթե միշտ պատրաստում է իմ պատրաստած բաղադրատոմսերը, զանգում տեղեկացնում է, որ շատ համով էր ստացվել, որը որ իհարկե նորույթ է ու ես նոր եմ փորձում ու գիտեի, որ նրան էլ դուր կգա, որոշեցի պատրաստենք, ինքն էլ հետևում էր ընթացքին, այսպես, ուրեմն ինչ է, ամբողջը պատրաստում եմ այնպես, ինչպես պատրաստել էր Նարինեն, ուրեմն ինչ եմ արել, խաշել եմ հավի կրծքամիսը, սունկը, նշեմ, որ Նարինեի մոտ պահածոյացված սունկ էր, բայց քանի որ ես շատ գնել էի սունկ ու որպիսի չփչանար, դե հյուրեր ունեի, մենք պետքա դուրս գանք զբոսնելու, չգիտեի ինչպես կլիներ, որ չմնա տանը սառնանում էլ ճիշտն ասած տեղ չունեի, որ տեղավորեի, որպիսի չփչանա, որոշեցի հենց այսպես թարմը սնկով անել, ուղակի մի փոքր տապակել, մեզ պետք է նաև քերած պանիր, ուրեմն ինչ արեցի, այստեղ տապակած սունկը եւ մանրացրած հավի կրծքամիսը խառնեցի իրար, կավելացնեմ աղ, սև պղպեղ, մի փոքր սխտորի փոշի, այսպես լավ կխառնեմ, որ համերը իրարով անցնեն, ինչ եմ արել, մեզ հարկավոր է 3 հատ շերտավոր խմոր, ես մեկը դրել եմ, որ եփվի, դա լինելու է միջին հատվածը, պիրոգի միջին հատվածը, տեխնիկան մեզ կհիշացնի փախլավայի պատրաստման, ոչ թե գավառի փախլավան, այլ մեր սովորական շերտավոր խմորով պատրաստվող փախլավան։ Միջին շերտը դնում ենք եփվի, ներքևի շերտը հում վիճակում փռում ենք, եթե ձեզ մոտ տնական պատրաստած է, էլ ավելի լավ գրտնակում ենք, փռում ենք ներքևի շերտը, վրան սիրուն հավասարաչափ բաշխում ենք, ինձ մոտ քանի որ 2-3 շերտ է, այսինքն 2 շերտ միջուկ է ստացվելու, ես բաժանում եմ արդեն աչքաչափով 2 մասի, բայց կարող եք իհարկե 3-4 շերտ անել, ավելի բարձր ստացվի, բայց ասեմ, որ այս չափը իդեալական էր, բաժանում եմ 2 մասի, այսպես հավասարաչափ կբաշխեմ, հետո կավելացնեմ վրան քերած պանիրը, կդնեմ արդեն
Եփած շերտի վրա նորից կավելացնեմ մնացած արդեն իմ միջուկը, նորից քերած պանիր եւ հետո վրան կփռենք նորից մեր արդեն երրորդ թարմ առանց եփելու հում շերտը խմորի կողքերից լավ ամրացնում ենք, որպեսզի պանիրը դուրս չգա, հետո վրան քսում ենք ձու կամ ձվի դեղնուց, բայց ինձ մոտ ամբողջական ձու է, դա այնքան էլ կարևոր չէ, լավ կարմրում է, միևնույնն է արեք այնպես ինչպես դուք եք ուզում, այսպես կարող եք բաժանել այն չափերի, որ չափերի դուք եք ուզում։ Իհարկե նախշելուց հետո գեղեցիկ նախշում ենք, կարող եք սա էլ չանել, ինքը այնքան համեղ էր ու այնքան սիրուն էր կարմրել, բայց արեք այնպես ինչպես ուզում եք, ես այսպես նախշեցի, կտրեցի, սկզբում մեծ կտորներ էի թողել, հետո որոշեցի ավելի մանրացնել, որովհետև քանի որ առաջին անգամ էինք փորձում, երեխաներն էլ շատ էին, միգուցե այսպես դուրերը չկար, չփչացնելու համար նորից ավելի մանրացրեցի։ Ահա, եւ տեղափոխում ենք ջեռոց։ Սիրելիներս, մի հատ տեսեք, ինչպիսի գեղեցկություն, ինչ փայլ, դե համի մասին էլ չասեմ, շատ համեղ էր ստացվել, իսկապես, թե տաք, թե սառը վիճակում, ինքը շատ համեղ, շատ իդեալական, հավի մսով սնկով գաթա էր ստացվել, դուր եկավ բոլորին, նույնիսկ երեխաներից կային, որ սունկ չեն սիրում, նրանք էլ մեծ սիրով փորձեցին, կոնկրետ իմ տղան, Ալենը այսպիսի բաների մեջ սունկ չի սիրում, նա կերավ ու չերել զգում որ մեջը սուն կա, որովհետև շատ համեղ էր, շատ լավ էր ստացվել, ուտելն էլ շատ հարմար, ահա տեսեք, շատ լավ եփված։ Դե ինչ, շնորհակալություն ասենք մեր սիրելի գայանչիկի մայրիկ Նարինեին եւ անցնենք հաջորդ բաղադրատոմսին։ Դե քանի որ ես քաղցրավենիք շատ ունեի, բայց տնական թխած տորտ չունեի, այդպես չէր կարող լինել ու մեզ մոտ շոկորեր էին սպասվում, ես որոշեցի կրեմային ոչինչ չանել, այլ թխել մեր սիրած սև խմորով սպիտակ բեզեյով, այն գիշեր ցերեկը իմ պատրաստած, որի բաղադրատոմսը կա իմ ալիքում, եւ դա սիրելի է բոլորիս կողմից եւ կարելի է հենց որը կարող ես հենց տակ-տակ ուտել, իսկ երբ որ դնում ես սառնարան, սառում է, արդեն կարելի է ուղակի այսպես շոկեղանակին վայելել մի բաժակ սուրճով, իդեալական է համադրվում։ Դե այլ մանրամասն չներկայացնեմ, բաղադրատոմսը արդեն գիտեք, դեղնուցները լցնում ենք խմորի մեջ, սպիտակուցներով պատրաստելու ենք լցնում ենք այն ամանի մեջ, որ մենք ենք ուզում, կարող եք հարթ թողնել բեզեն, կարող եք ձևավորել, ես սիրում եմ թե մեկը, թե մյուսը, բայց գրեթե միշտ պատրաստում եմ այնպես, որ բեզեն ավելի հարթ լինի, վրան ավելացնենք շոկոլադը եւ վերջ այսքանը։ Շուտով պատրաստ կլինի, իսկ ես այստեղ պետք է տեսնեմ պատրաստություն երեկոյան ընթրիքի համար, քանի որ մենք ցերեկը որոշել ենք գնալ զբոսանքի, որ գամ ու պատրաստ լինի։ Ես այստեղ մաքրել եմ ձուկը, արդեն դրել եմ, որպեսզի չորանա, այստեղ ունեմ ձկան համեմունքներ, կտրատել եմ թարմը կանաչիներ, ինձ մոտ սամիտ սոխ եւ համեմ է, լոլիկ, կարագ եւ լիմոն։ Ինչ եմ անելու, փաթաթեմ ֆոլգայով, կդնեմ ջեռոց, հետո
հետո ֆոլգան կբացեմ, բայց այնպես պետք է բացեմ ֆոլգան, որպեսզի ինքը հյութը դուրս չծորա փայլաթիթեղից եւ մնա իր մեջ, եւ հետո ինքը անջատելուց հետո երբ մի փոքր նորից թողում ես ջեռոցում, ինքը համեն եթե կեղևը չորացել է, ինքը նորից մի տեսակ ավելի գեղեցիկ փափկում նրբություն է ստանում եւ այդ հյութը, որը դուրս էր տվել, նորից քաշում է իր մեջ եւ շատ համեղ է ստացվում։ Այստեղ մեզ մոտ երբ վաճառում են ձկան այս տեսակը, իրենց հետ հենց այսպես համեմունքները կա, որտեղ աղ է, սև պղպեղ եւ ձկան համեմունք նախատեսված է հենց մեկ հատի համար, բայց ես ամբողջը չեմ ավելացնում, որովհետեւ ինքը մի տեսակ շատ է ստացվում, շատ համեմված է ստացվում աղի առումով։ Դրա համար ես մեկը օգտագործում եմ երկուսի համար, փորի մեջ լցոնում ենք, լավ համեմելուց հետո լցոնում եմ խառը կանաչիները, սոխսամիտ համեմ, շարում եմ գեղեցիկ պոմիդորը, տեղադրում եմ կարագը, լիմոնը եւ վերջ փակում ենք, քանի որ ձուկը շատ շուտ է եփվում, առաջին մի 5-ից 7 րոպեն եփում եմ փակ վիճակում, որպեսզի ինքը մի փոքր խաշվի եւ այդ համերը դուրս տան, խառնվեն իրար, հետո արդեն բացում եմ եւ թողում եմ, որպեսզի այդպես կարմրի։ Բայց հիմա ես այս ամենը կպատրաստեմ, կփաթաթեմ, կտեղափոխեմ սառնարան, որպեսզի սառնարանում ինքը համեմվի մինչև երեկո եւ երեկոյան արդեն պատրաստ կլինի։ Կպատրաստեմ հետը կարտոֆիլ, երեխաների համար էլ երևի հավի չիկեններ կպատրաստեմ, որովհետեւ ոչ բոլորն են ձուկ սիրում եւ միասին արդեն ամեն ինչ պատրաստ կլինի վայելելու։ Սիրելիներս, եւս մեկ համեղություններով լի հոլովակ մոտենում է իր ավարտին։ Հուսով եմ ձեզ դուր եկավ հոլովակը, հոլովակում տեղ գտած բաղադրատոմսերը, հուսով եմ հաճույքով դիտեցիք, ամեն բան կարգին էր, դուք լավ եք, մնացեք լավ, մնացեք բարյավ, կհանդիպենք շատ շուտով։ Առայժմ